վարչապետ, նորից անդրադառնանք պարոն Ծառուկյանին, ես մեջ բերեմ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մտահոգությունը, որովհետև իրենք նշել էին, որ մարդու իրավունքները պաշտպանը մտահոգված է, որովհետև անհամաչափ ուժ է կիրառվել, ֆիզիկական ուժ, այն պարագայում, երբ այդ մտահոգությունները վերջինս ի սկզբանե ցուցաբերել է որևէ դիմադրություն չի եղել, կիրառվել են ձեռնաշղթաներ, որոնք եղել են անձի դաստակների չափից փոքր։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշում է, որ որևէ ձևով չէր կարող իրավապահ մարմինները այդպիսի ձերբակալություն իրականացնել։ Ես հիշեցի 2008 թվականին, երբ ձերբակալեցին Սասուն Միքայելյանին եւ նաեւ մի որոշ ժամանակ հետո ձեզ, բայց կարծես թե նույն ձևով չէին վարվում, կար ձերբակալություն, բայց այդ տապալել գետնին եւ այլն չիրականացվեց։ Ուզում եմ հասկանալ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ ամեն ինչ արվում էր, որ նման դեպքերը չկրկնվեն, լիդերների հետ կապված այդպիսի դեպքեր տեղի չունենան, որքանով էր ճիշտ է ձերբակալությունը ձեր տեսանկյունից, որտեղ դուք եք եղել նաև ձերբակալված։ Հարգանքով ենք վերաբերվում MIP ինստիտուտին եւ կարծում եմ իրավապահ մարմինները կծանոթանան եւ իրենց արձագանքը եւ կձևավորեն եւ իրենց դիրքորոշումները կարտահայտեն։ Մի հատ էլ հարց կար, չէ՞։ Դե ասեցի արդեն։ Գիտեք ինչ 2008 թվականի հետ կապված այդ թվում մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն կան վճիռներ եւ պետք է առաջնորդվել այդ տրամաբանությամբ։